խնդրել են, որ իմ ճանապարհով չանցնեն։ Ես մանկաբույժ չեմ դառնա երբեք։ Չենք կարող ախտորոշել երեխան ունի աուտիզմ թե չէ։ Աուտիկ սպեկտրի խնդիրներ են դիտվում երեխաների մոտ, զարգանում աուտիզմ։ Ովքեր մեծանում են ընտանի կենդանիների հետ, իրենք լինում են ավելի առողջ, ավելի ոչ ալերգիկ։ Բա ինչ անեք այս բակտերիաները, ասում եմ, դե նայ, դու ապրում ես չէ ծառերի մեջ, ասում եմ, դե ինքն էլ ապրում է քո մեջ։ Հիմա ֆանտաստիկ ավելի քիչ է, քան նախկինում էր մանկական մահացությունը։ Էկոլոգիան վատացել է, 3 այդքան բժշկությունը զարգացել է։ Դե մի տարեկան երեխան դեռևս չգիտի, թե ինչ է շոկոլադը։ Հարցեր բժիշկներին, բարև ձեզ, իմ երեխան 6 ամսական է, խոսի չալախած չի ուտում, ինչ անեմ։ Նշեմ, որ մինչև 1 տարեկան երեխայի համար հիմնական սնունդը դա կաթն է։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր շաբաթ առավոտյան պարապ-սարապ նստած են այս ամառ օրով իրենց էկրաններին ու հետևում են համայն Մարս մոլորակի ամենագունագեղ բժշկական հաղորդմանը։ Ամառը ժողովուրդ, թողեք այդ ամեն ինչը, գնացեք շաբաթ օրը, ձմերուկա, Սևանը, բայց ճամփին չմոռանաք Medcast-ը նայեք։ Այսօր մենք special հաղորդում ենք նկարում ամենալավ անտիկաֆեում ամբողջ աշխարհի լոֆթում եւ մեր հյուրը Դավիթյանց պոլիկլինիկաների գլխավոր մանկաբույժ, պուճուրիկների բժշկուհի Գոհար Քյարունցը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք sense էքսպերիմենտալ մեր հաղորդման հյուրը լինել, որովհետեւ դուխ է պետք դրա համար, որպեսզի մի բան է, երբ որ մենք հավաքվում ենք կամերաներով նկարում ենք, օրինակ Անին, մեր հաջորդը, որ ասում է, դե լավ, այս պահը կտրենք բանման, մյուս պահը լիքը վկաների առաջ էլ չեք կարող ասեք, կտրենք, հանենք այս կտորը, dislike դնենք եւ այլն։ Տենց ավելի լավ է ստացվում, ոնց որ ծովն ես ընկել, ստիպված պիտի լողանալով դուրս գաս, մոտավորապես այդ վիճակն է, ավելի լավ է ստացվել։ Հույս ունենանք, որ լավ կստացվի, որովհետեւ շատ հետաքրքիր զրույց եմ պլանավորել ունենանք, որովհետեւ երբ որ ես մանկաբույժներ էի հրավիրում, իմ բալիկը պուճուր էր։ Ու գնալով երբ որ ես մեծանում եմ, փաստորեն ինքն էլ է մեծանում, ու երբ որ ինքն էլ է մեծանում, իր մոտ խնդիրները շատանում են, բայց մեր ավանդական հարցն եմ ուզում տա, որ առաջի անգամ եք մեզ հյուր, ոնց որոշեցիք, որ պետքա դառնաք բժիշկ ու ոնց եղավ, որ ընտրեցիք մանկաբույժի աշխատանքը, որովհետև իմ մանկաբուժության դասախոսը Նունե Գևորգովնան նստեց դեմս, ասեց կպատասխանես, կդառնաս մանկաբույժ 10 կդնեմ քննությունը, չէ, 8-ով բավարարվի, ես դաժե չեմ մտածել, ասել եմ 8 դրեք, ես մանկաբույժ չեմ դառնա երբեք, իսկ թվում է պետքա մազոխիզմի տարեր ունենալ մանկաբույժ դառնալու համար։ Բացարձակ բնավ ոչ, ես թույլ տվեք չհամաձայնել ձեր հետ, իմ մոտ լրիվ հակառակ սիտուացիաներ, իհարկե բժիշկ դառնալը դա իմ ծնողների մեծագույն ցանկությունն էր, դե սովետ 80-ական թվեր, եւ ես բնականաբար չէի կարող հակադրվել իմ ծնողների կարծիքին, քանի որ նաեւ ունեինք բժիշկ հարևան, ով իմ համար օրինակ էր, մամայիս կողմից անընդհատ ասում էր, տես մեր բժշկուհին ինչ հարգանք ունի, ինչ պատիվ ունի եւ այլն, եւ ես այդտեղ փորձեցի առաջ քաշել իմ պահանջը, որ եթե բժիշկ, ապա միայն ու միայն մանկաբույժ, քանի որ ես երեխաների հանդեպ երևի ի սկզբանե շատ մեծ սեր եմ ունեցել եւ դա էլ օգնել է ինձ դառնալ իմ այժմ կարելի ասել երազանքի մասնագետը։ Դե ոնց որ բոլորիս ծնողներն են ասել բժիշկ դառնալ, այդպես բան կա չէ, ասում փոճուր ժամանակ, բայց մամայինք որ իմանային բժշկի հարգանքի հետ լուրջ խնդիրներ են լինելու մերս դարում նույն ձև կընկալեն, օրինակ դուք ունենալով երեխաներ նույն ձև իրանց ասում եք, չէ, բալես դու ես բժիշկ դառնալու։ Ինչ հարգանք ու պատիվ։ Անկեղծ ասած, ես իմ երեխաներին խնդրել եմ, որ իմ ճանապարհով չանցնեն, քանի որ բավականին դժվար է, հատկապես մանկաբույժ լինելը, երբ դու կրում ես ընտանիքի ամենաթանկ անդամի պատասխանատվությունը, ծնողներից էլ ավելի կարծում եմ, եւ եթե ծնողների մոտ ինչ հարց չի հաջողվում, իրենք փորձում են անմիջապես գտնել մեղավոր եւ առաջին թիրախը բժիշկն է հիմնականում լինում, անգամ եթե մի խոսքը այնպես չեն ընկալել, հնարավոր է արդեն ամբողջ բարդույթը վերագրել դրան,
բայց իմ ծնողները միևնույն է մինչև այսօր իրենք գտնում են, որ իմ ընտրած մասնագիտությունը ամենալավն է եւ ոչ մի բարդություն իրենք միևնույն է չեն ընդունում, ասում են, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ միևնույն է դու ունես աշխարհի ամենահրաշալի մասնագիտությունը։ Այստեղ հետաքրքիր խոսք գնաց, որ շատ անհարմար է դեպ ոդկաստ նկարել, երբ որ միկրոֆոնը ձեռդ է, դեպ ասեմ, սենց կարելի է պահել։ Սենց հարցը ձևակերպեմ, ժողովուրդ իդեպ, եթե ձեր մոտ ինչ-որ հարց առաջանում, հենց ստոպի ժամանակ կարաք ձեռը բարձրացնեք, ես բժշկուի քարոնցին ձեզ այդ հարցը կտամ, այդ հարցի շուրջ կզրուցենք։ Չեն ընդունվում բոլոր այն հարցերը, որտեղ ասելու եք մի հատ էս անալիզը գնայեք, այդ հարցը խնդրում եմ հետո էս բան չեն կարող նկարենք։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Տիկին Քարոնց հարցը սենց ձևակերպեմ, ասում եք մեղադրում են բժշկին։ Ասում են դե բժիշկն է մեղավոր, իսկ իրոք բժիշկն է մեղավոր թե չէ։ Կան իհարկե բժշկական սխալներ եւ կան նաեւ երբ բժիշկը կարող է այսպես մի փոքր բարի գտնվելով ծնողին շատ խիստ հանձնարարականներ չտալ, ենթադրելով, որ ծնողը ուղակի մեղմ խոսքից նույնպես կարող է հասկանալ, որ դա շատ կարևոր է, օրինակ դեղը ժամանակին խմացնելը, տեղյակ լինելով վտանգի նշաններին անհանգստանալ եւ կրկին դիմել, եւ եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չէ դիմել, Փառք Աստծո կան այլընտրանքային հիվանդանոցներ, շտապօգնություն եւ այլն, դիմել, բայց ծնողը կան ծնողներ իհարկե շատ քիչ տոկոս են կազմում, բայց մտածում են, որ լավ, դե եթե բժիշկը այն որ ասում է 2-3 անգամ չասեց, մի անգամ ասեց ընդամենը, ուրեմն այդքան էլ տենց հրատապ չի, կարող ենք սպասել։ Դե ոչինչ, երեք ուշքն է, էլի գնացել է, էլի հա մի քիչ սպասել։ Բժիշկն ասած մի անգամ ուշքը գնում օրվա մեջ կարելի է հետ էլի այդ բան օքեյ է, մի հատ էլի երեխա ունենք։ Այդ լոգիկայով են շարժվում։ Իսկ հիմա արդեն անցնենք լուրջ բժշկական հարցերի, այստեղ նաև քննադատական են մոտենում են բային, երբ որ օրինակ երեխաներ են լինում, որոնք տարիքի ընթացքում հիմնական 2-3 տարեկանում դիտվում է իրանց մոտ աուտիկ սպեկտրի խնդիրներ, ես դե շատ լուրջ հարց եմ ուզում բարձրացնեմ։ Աուտիկ սպեկտրի խնդիրներ են դիտվում երեխաների մոտ, զարգանում աուտիզմ, ցավոք սրտի, ու հիմնական մեղավորը դառնում է MMR պատվաստանյութը ԿԿԽ-ն, որը միլիարդավոր մարդկանց կյանքեր է փրկել։ Այստեղ պրոստը ես իմ դիրքորոշումը վրաս հայտնեցի, ես ինչ կարծիքի եմ, ու մարդիկ սկսում են վայ, բժիշկը որ չասեր մեզ չստիպեր չպատվաստվեինք, այստեղ ձեր կարծիքն եմ ուզում լսել ու ամենակարևորը կարծիքից զատ ուզում եմ հասկանալ պետքա համոզել, թե պետքա ստիպել պատվաստել, թե պետքա ծնողին, օրինակ ես կողմնակից եմ, որ ծնողը այլընտրանք էլ չունենա երեխուն պատվաստելու։ Այստեղ ես ասեմ իմ երկար տարիների փորձի հիման վրա ձևավորված կարծիքը։ MMR-ը, ինչպես գիտենք, արվում է 1 տարեկանում եւ մինչեւ 1 տարեկանը մենք երբևէ չենք կարող ախտորոշել երեխան ունի աուտիզմ թե չէ, քանի որ երեխայի մոտ արկային բնազդներ, օրինակ նա բնազդաբար ժպտում է, բնազդաբար ասում է մամա, պապա, տատա եւ այլն, եւ արդեն 1 տարեկանից հետո երբ գալիս է ժամանակը, երբ երեխան պետք է արդեն գիտակցաբար մայրիկին դիմի մամա կամ իր պահանջները սկսի թելադրել, շփվել մարդկանց հետ, ցավոք սրտի այդ աուտիզմի արկայության պարագայում երեխայի մոտ արդեն տուժում են այդ ոլորտները եւ ծնողները դա արդեն ասոցացնում են MMR պատվաստման հետ, քանի որ ամերիկյան ինչ որ բժիշկ ունեցել է աուտիզմով երեխա եւ ինքը դա կապել է MMR-ի հետ եւ որոշակի նյութեր է հրատարակել այդ թեմայով, դե այդպիսի նյութերը գիտեք ինչ արագությամբ են տարածվում, մարդիկ կարդում են, կիսվում են
նյութով, իրենց կարծիքներով, իրենց անձնական փորձով, սակայն որևէ ապացուցված, որևէ ոչ մի լուրջ նյութ, ոչ մեկ չի կարող, երբ որ ինձ ծնողը ասում եմ, խնդրում եմ, ինձ ցույց տվեք այդ նյութը, այդ սկզբնաղբյուրը, որտեղ դուք տեսել եք, օրինակ, ապացուցված որևէ մի բան, որ կարողանաք ինձ համոզել։ Եվ եթե նժարին դնենք աուտիզմի կամ այդ հիվանդություններից առաջացած ռիսկերը, եթե աուտիզմի դեպքում վաղ ախտորոշման, լավ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հաջողություններ եւ իհարկե չունենալ օրինակ գերազանցիկ երեխա, բայց ունենանք ինչ-որ շնորհքներով, հատուկ աստվածատուր շնորհքներով օժտված երեխա, ով կարող է դառնալ օրինակ շատ լավ նկարիչ, շատ լավ ինչ-որ, չգիտեմ, արվեստագետ, երաժիշտ, իսկ MMR չստանալու դեպքում, օրինակ կարմրուկով վարակվելու դեպքում, գիտենք մահվան ռիսկերը շատ են, եւ եթե վերցնում ենք ռիսկ մահ, թե օրինակ մի փոքր մեկուսացված, բայց որևէ տաղանդով օժտված մարդ, բնականաբար կարծում եմ ծնողները պետք է ընտրեն աուտիզմը, քան Դե հետո երկրորդ բանը ստեղ ասենք, որ այդ պատվաստանյութը չի բերում աուտիզմի։ Միանշանակ ոչ, հետո ձեր այդ բանը հուզիչ կներեք ուզում եմ ասել զվարճելի հուզիչ պատմությունը մի բանով շեղեմ, այդ բժիշկը ամերիկացի չէր, բրիտանացի էր, ես բժշկական համալսարանում այդ թեմայով դասախոսություն եմ կարդում բոլոր երկրորդ կուրսի ուսանողներին, Էնդրյու Ուեյքֆիլդեր իր անունը, ինքը հրապարակել էր այդ հոդվածը 12 ընդամենը երեխա, ով որ մասնակցել է հետազոտությանը, ու Էնդրյու Ուեյքֆիլդը ուրիշ նպատակով էր դա արել, ուղղակի 1998-ին, երբ որ ինքը հոդվածը հրապարակում է, 1997-ին ինքը MMR պատվաստանյութի իր սեփական տարբերակն առաջարկում Բրիտանիայի կառավարությունը մերժում է, ասում է մենք ունենք մեր MMR-ը։ Ու մարդը որ հասկանում է միլիոնավոր դոլարներ է օգտագործել պատվաստանյութը առաջ տանելու համար, MMR-ն էլ չի մեղադրում, ինքը պատվաստանյութը չի մեղադրում։ Ինքը մեղադրում է պատվաստանյութի մեջ ինչ-որ նյութեր, բաներ, որ իր սեփական պատվաստանյութը կարող է առաջ տանի։ Դրա համար հերթական անգամ, երբ որ պատվաստանյութերը ձեր երեխաների մոտ ինչ-որ լուրջ խնդիրներ կառաջացնեն, պետք է հիշել, որ ավելի լավ է, ճիշտ եք ասում, այդ տեսանկյունից չէ նայել, ավելի լավ անել շնորհով առողջ վազվզող շփվող երեխա, քան ունենալ երեխա, ով որ ցավոք սրտի։ Պետք է ստիպել պատվաստել։ Օրինակ ես միշտ կողմնակից եմ եղել, որ պատվաստումը լինի բանակ գնալու նման մի բան։ Այսինքն, եթե դու պատվաստված չես, դա չեմ ասում, հայ ծնողը նայեք ինչի է, եթե ծնողը երեխային ծեծում է, իրեն ծնողական իրավունքից զրկում են։ Երեխան ծեծում է երեխուն։ Կյանքի վտանգ է, չէ՞, սպառնում, համաձայն չեք իմ հետ։ Ահա, բայց ինչի, երբ որ ինքը չի պատվաստում, իր երեխային պետք չի զրկել ծնողական իրավունքից, թույլ չտալ, որպեսզի ինքը վնասի իր երեխայի կյանքը, լսում եմ ձեզ Արևիկ ջան։ Անպայման, ահա։ Որպես փոքր բարի ունեցող բանիկի ծնված առաջին ժամը ծորելի եղել է ներկայացման ցանկապատերը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ես շնորհակալ պատվաստումների հետ կապված մի քիչ շատ այսպես բան ավտորիտար է հնչում, որ պատվի, բայց ես բավականին համաձայն եմ դրան։ Այստեղ մի բան, մայրի դառնալուց հետո ես փախվեցի այդ սեկտաներին, որտեղ մայրիկները հավաքված քննարկում են պատվաստանյութերը եւ տարբեր միֆային պատմվածքներ են պատմում եւ գիտելիքի պակասի հետևանքով այն մայրիկները, ովքեր չունեն գիտելիք, չեն կարդում, չունեն հնարավորություն ինքնազարգացման, չեն մեղադրում։ Անգրագետ են։ Չեմ ուզում են բառը ասել։ Ես կասեմ ձեր տեղը։ Ոնց որ սեկտաների մեջ են ներգրավում մարդիկ գիտելիքի պակասից, այնպես էլ չպատվաստվելու սեկտաներ։ Միգուցե մենք համակարգի մեջ պիտի անենք փոփոխություն, որ մայրիկներին, հայրիկներին կրթենք, օրինակ ես եւ ամուսինս մինչեւ մեր բալիկի ծնվելը քննարկեցինք, ինչպես որ մնացած բոլոր հարցերը պայմանավորվել են, մինչեւ պլանավորումը։ Օրինակ, մենք ո՞նց ենք նայում դրան։ Մենք հասկացել ենք, որ adekvat ենք նայում դրան եւ դա պարտադիր է մեր բալիկի համար։ Հետո շփվել ենք, ընտրել ենք մեր մանկաբույժին։ Իր հետ ենք քննարկել մանրակրթորեն։ Հասկացել ենք, որ այո, դա պարտադիր է եւ քննարկման չեն։ Բայց ես շատ եմ բուլինգի ենթարկվել որպես մայրիկ,
այլ մայրիկների կողմից, որ ես ինքնակամ իմ երեխային դատապարտում եմ չբերության, ուրիշ հիվանդությունների, մահվան եւ չեմ հասկանում, որ պատվաստումը չի կարելի։ Ճիշտ եք ասում, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց կա, եթե դուք ասում եք համակարգի կողմից ամեն ինչ կատարվի, Արևիկ ջան, համակարգն էլ ինչ անի։ Ամենալավ պատվաստանյութերը անվճար մեր պոլիկլինիկաներում կան։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բոլորի կողմից սիրված թե չսիրված լավագույն մեր երկրում լավագույն պատվաստանյութերն են, ոչ թե լավագույններից մեկը, այլ ոնց որ կա, չգիտեմ, Mercedes, BMW, հետո չգիտեմ Bugatti, չգիտեմ, մեր մոտ Mercedes-ն է։ Այսինքն մենք չունենք բելարուսական պատվաստանյութ, այո, մենք չունենք ղազախական լավագույններն են, բարեբախտաբար։ Բարեբախտ, մեր երկրում լավագույն պատվաստ, լավագույն կլինիկական փորձարկումներ անցած, այսինքն հետո լուսավորչական աշխատանքն պոլիկլինիկայի մանկաբույժը աշխարհում տենց բան չկա, բժիշկը ինքը զանգի, ասի բարև ձեզ ձեր երեխային բերեք պատվաստման։ Իսկ մենք այդ խնդրի այդ ընթացակարգ ունենք Հայաստանում, այսինքն մենք ունենք հստակ ընթացակարգ, երբ որ զանգահարում են, երեխուն ասում են բերեք պատվաստման, այդ աշխատանքը տարվում է։ Այստեղ ուղղակի ես միշտ սիրում եմ, օրինակ սովետական միությունում այս խոսույթները չկային։ Ճիշտ է, ես ավտորիտարիզմի կողմնակից չեմ, բայց այս պարագաներում մեկ հասկանում եմ, խոսքի ազատությունը պետք չի շռայլել, էլի իրան ամեն դեպքում։ Պատվաստումներից խոսեցինք, մենք մեր մանկաբույժները, որ մեզ հյուր են եղել, տարբեր մանկաբույժներ, հիմնականում շատ թեմաներ զրուցել ենք շնչական ինֆեկցիաներից եւ այլ խնդիրներից։ Այստեղ ուրիշ խնդրից եմ ուզում խոսենք։ Ինչի երեխաները չեն ուտում։ Մենք խնդիր ենք ունենում, երբ որ մամաներն իմ երեխային չուտող է, մեկ-մեկ այդ չաթերում այդ հարցեր բժիշկներին, բարև ձեզ, իմ երեխան 6 ամսեկան է, խոզի չալախած չի ուտում, ինչ անեմ։ Մի հատ այդ բոլորը ինչ պետք է ուտի երեխան, որ տարիքում, ինչքան պետք է ուտի, արդյոք երեխան զգում է այդ կուշտանալու զգացողությունը, ինչը մամայի բերած ափսեն ու երեխայի ստամոքսը գուցե իրար չեն համապատասխանում, ու ինչն է զվանոչեք, որ հա, քո երեխան իրոք քիչ է ուտում։ Մի փոքր խորքային հարց է, սկսեմ դեռևս վաղ նորածնային շրջանից։ Եթե օրինակ երեխան ծնվել է անհաս, սա իգիտություն բոլոր ծնողներին ժամանակից շուտ 36 շաբաթից շուտ սովորաբար այդ երեխաները չեն ունենում երկաթի բավարար պաշարներ եւ շատ կարճ ժամանակում առաջանում է նրանց մոտ երկաթդեֆիցիտային անեմիա, որը բերում է ախորժակի կորստի։ Եվ ցավոք սրտի այս նորմերը չեն պահպանում բոլոր մանկաբույժները, երբեմն մոռանում են, որ այդ երեխան անհաս է ծնվել կամ միգուցե տեղյակ չեն եղել չափորոշիչներին, նրանք պետք է տեղեկացված լինեն եւ եթե անգամ մանկաբույժը մոռացել է, ծնողներին հորդորում եմ անպայման հիշեցնել, որ իրենց ժամանակին նշանակին երկաթի պրեպարատ, որովհետեւ երկաթի զապասները, այսպես ասած, պահուստները երբ դատարկվում են, երեխայի մոտ սկսում է առաջանալ վատ ախորժակ եւ քաշի անբավարար ավելացում։ Նշեմ, որ մինչև 1 տարեկան երեխայի համար հիմնական սնունդը դա կաթն է, բայց պետք է 6 ամսեկանից սկսել հավելյալ սնուցումը եւ եթե անգամ երեխան չի ուտում մամայի կողմից նախատեսված ամբողջ մեծ ափսեն կամ ամբողջական 150 գրամը, այդտեղ պետք չէ անհանգստանալ, ուղղակի պետք է կաթով լրացնել, բայց պարբերաբար տարատեսակ սնունդ առաջարկել երեխային, որպեսզի երեխան փորձի բոլոր համերը։ Հիշենք, որ երեխան ցանկացած համ սիրում է մոտ 10 անգամ փորձելուց հետո եւ այդ անընդհատ առաջարկելով թեկուզ անհաջող փորձերով մենք երեխաների մոտ առաջացնում ենք տվյալ սննդի նկատմամբ հետաքրքրություն կամ միգուցե նաեւ սեր։ Եվ 1 տարեկանից հետո երեխան արդեն պետք է օգտվի ընդհանուր սեղանից, այսինքն 1 տարեկանից հետո գրեթե չկա մի այնպիսի սննդամթերք, որը չի կարելի երեխային առաջարկել։ Իհարկե այստեղ չենք խոսում ֆաստ ֆուդի մասին, կոնսերվանտների մասին, այսինքն խոսում ենք առողջ սննդի մասին։ Շոկոլադ։ Շոկոլադ, եթե երեխան 1 տարեկանից մեծ է եւ չունի ավելցուկ քաշ, երբեմն երեխային որպես խրախուսել կամ ինչ որ հաճելի բան անելու նպատակով կարելի է շատ փոքրիկ կտոր տալ, բայց ինչքան ուշ սկսենք դա, այնքան լավ, որովհետեւ մի տարեկան երեխան դեռևս չգիտի թե ինչ է շոկոլադը։ Դա մենք ենք իրեն սովորեցնում։ Ուղղակի ամբողջ խնդիրը այն է, որ հայ ազգի մեջ կա այդ սովորությունը, որ երեխային շրջապատում հյուրասիրում են։
Եվ եթե հյուրասիրել են մի փոքրիկ կտոր երեխան կերել է, դրանից ոչինչ չի լինի, երեխային հավատացեք։ Եվ ծնողը պետք չէ դա շատ դրամատիկ պատմի ու ասի, վայ, այնքան վատներ են փողոցի կինը իմ երեխային տվեց շոկոլադ։ Մի փոքրիկ կտորով հաստատ ասում եմ օրգանիզմը ունի հրաշալի ինքնամաքրման մեխանիզմներ, եւ եթե այդ շոկոլադի մեջ ինչ որ մի բան լավը չէ, օրգանիզմը դրանից հաստատ կազատվի, բայց ծնողները, քանի որ իրենք են հիմնական պատասխանատուն եւ իրենք են առաջարկողը սննդի, եթե մինչեւ 3 տարեկանը կարողանան զերծ մնալ քաղցրավենիքներից, շատ ավելի ողջունելի կլինի։ Փորձենք, հələ որ չի կերել, հələ չգիտի շոկոլադի աղջիկը։ Հա, բայց օրինակ իմ աղջիկը ծնվել է 34 շաբաթում, մեզ երկաթ չեն ստուգել, մեզ ստուգել են հեմոգլոբին, միշտ ասել են նորմալ է, ես հիշում եմ մի մոմենտ կար, ամիսը մեկ հեմոգլոբին էին ստուգում իր մոտ, ասում են օքեյ, ուտած չենք անանք ստացել այդ բանը։ Ձեր բախտը բերել է, հավանաբար երեխան կերել է նաև կաթնախառնուրդ երկաթով հարստացված։ Իսկ օրինակ, եթե կուրծք է ուտում ու այդ հավելումը շատ քիչ է կերել, հա, զուտ հարց է։ Ինձ վարետեք մենք հարց ունենք դահլիճից։ Մի հարց ինձ, որ բոլոր հիմիկվա, այսպես ասած, երիտասարդ մայրերը լսելով ձեզ մանկաբույժներին, մինչև 1 տարեկան երեխային չի կարելի ջուր տալ։ Ուզում եմ դա հիմնավորեք, որտեղ ես ինքս նաև ֆիզիոլոգ եմ, երկու բժշկական երկու կրթություն ունեմ, համալսարանի բժշկականը, համալսարանի ֆիզիոլոգիա անատոմիան եւ բժշկականի մագիստրատուրան։ Մի խոսքով, հիմա ուզում եմ այդ հարցին պատասխանեք, էլի։ Ես նաեւ 3 երեխայի մայր եմ, որ ինքս տվել եմ ջուր ծնված օրվանից, բերել եմ հիվանդանոցից, ես չեմ ասում բաժակ, մի բաժակ, կես բաժակ, այլ գտալի երևի 5 գրամ չկա, 3 գրամ չկա ջուրը, չէ, որ պետք է մարսողության համար կաթը իրեն տեղն ունի, ջուրն իրեն տեղն ունի, հետո չեմ խորանում։ Մի հատ այդ հարցը ինձ համար շատ, այսպես ասած, հանելուկային։ Սիրով կպատասխանեմ, քանի որ իրոք սա շատ քննարկվող հարց է։ Նախ առաջինը մինչև 1 տարեկան չեն ասում մանկաբույժները, ասում են մինչև 6 ամսեկան, եւ եթե հավելյալ սննդը սկսում են ավելի շուտ, այդ դեպքում ասում ենք հավելյալ սննդի ներմուծման հետ անպայման ներմուծեք նաեւ ջուրը։ Իսկ ինչու չի կարելի մինչև հավելյալ սննդի ներմուծումը տալ ջուր, քանի որ կրծքի կաթի մեջ 80%-ը 70%-ը կներեք ջուր է, իսկ կաթնախառնուրդի մեջ 80%-ն է ջուր, եւ մենք այժմ հետևում ենք, եթե նախկինում սովետական միության ժամանակ մենք հետևում էինք մեր գրականության մեջ կարդացած նյութերին, օրինակ Շաբալով այնտեղ տարբեր գրականություն կար, որից օգտվում էինք, եւ այնտեղ գրված էր, որ երեխային պետք է տալ ջուր, արդեն 2000-ական թվականներին, երբ մենք հետևում ենք ավելի զարգացած երկրների փորձերին, որ երկրները հիմնվում են ապացուցողական բժշկության տվյալների վրա, մենք արդեն հետևում ենք իրենց ցուցումներին, իրենք վերցրել են երեխաների խումբ, շատ մեծ խումբ, թվով մոտ 20,000 եւ կատարել են, այսպես ասած, հետազոտություններ տվյալ 2 խմբերի համար, այն երեխաներին, որոնց ընդհանրապես ջուր չեն առաջարկել, եւ այն երեխաներին, որոնց տվել են լրացուցիչ ջրի քանակ, եւ հետեւելով իրենց երիկամների ֆունկցիային, բոլոր անալիզներին, հանգել են այն եզրահանգմանը, որ ջուր չխմող երեխաները ավելի քիչ խնդիրներ են ունենում, ավելի լավ ցուցանիշներ ունեն եւ աճի առումով եւ անալիզների, դրա համար արդեն դա մտել է որպես ապացուցողական բժշկության դրույթ, իսկ մենք մանկաբույժներս հետևում ենք ապացուցողական բժշկության։ Մեկ էլ բացատրենք ինչու է օնկոլոգիան մանկական հիմա ավելի շատ մանուկների մոտ, քան ասենք մի 10, նույնիսկ 20 տարի առաջ։ Ես հիմա շփում ունեմ էլի օնկոլոգիայի ինստիտուտի հետ, մի խոսքով այնտեղ շատ են երեխաները, նույնիսկ ամսեկան, նույնիսկ չծնված, բայց ավելի շատ ասենք 2-3 տարեկան։ Նախ առաջինը չծնված երեխաների մոտ մի քանի գործոններ կան, բացատրվում են նրանով, որ այժմ դիագնոստիկայի մեթոդները ավելի շատ են հայտնաբերում եւ ավելի շատ կան միջոցներ, որպիսի հղիությունը հասցնեն ավարտին, այսինքն ծնելիության, եւ եթե նախկինում օրինակ մեռելածնությունը, վաղաժամ վիժումներ էր լինում, որոնց արդյունքում օրինակ այդպիսի խնդիրներ ունեցող երեխաներից հիմնականում ազատվում էին, հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի հասցնեն ծնելիության եւ
այդ առումով մի կողմից դա է նպաստել, մյուս կողմից էկոլոգիան, սնունդը, ծնողների ստրեսները, բազմագործոն ֆակտորներ կան, ինչպես մեծահասակների մոտ, ոնց աշխատում է դա մեծահասակների երեխաները ավելի նուրբ փողակ են, ավելի խոցելի են եւ հատկապես կարծում եմ էկոլոգիան եւ սնունդն է պատճառը, որ այդքան աճել է օնկոլոգիական հիվանդությունները։ Պլյուս ես հիշում եմ, որ պապիս մաման ունեցել է 24000 երեխա, որոնցից 3-ն է մեծացել։ Հիշենք թե ինչքան էին առաջ մինչև մի քանի տարեկան երեխեքին անուն չէին տալիս կամ ծննդական չէին անում, եկեք ճիշտը խոսանք, էլի։ Մենակ ասում ենք այն ժամանակ շատ պրիմիտիվ հիվանդություններից նամանավանդ սովետական բժշկության տարիներին մարդիկ մահանում էին։ Հիմա չէ, այն ժամանակ սոնոգրաֆիա անցնելու համար մարդիկ պիտի հասնեին Մոսկվա, այսինքն երիկամի քաղցկեղի ախտորոշումը մենակ Մոսկվայի բնակներին էր հասանելի դառնում, իսկ հիմա ամենասթից գյուղի ամբուլատորիայում մարդը կարա գոնե երիկամի քաղցկեղի չեքափ անցնի, նույնը վերաբերվում է երեխաներին, առաջ ասում են դե երեխան ջերմեց 40 օրական էր, չգիտեմ 50 օրական էր կամ մի տարեկան էր, հա, չարք եկավ տարավ, ինչ գիտեք այդ երեխու մոտ չունեմ նեյրոբլաստոմա չի եղել կամ ինչ որ լիմֆոլեյկոզ սուր չի եղել, որը ուղեկցվում է նույն ջերմությամբ, ախորժակի կորստով եւ այլն, եկեք ուղղակի խոսանք ոչ թե քաղցկեղը շատացել է, այս խոսույթը չեմ սիրում։ Քաղցկեղի դիագնոստիկան է ուժեղացել, հզորացել ու մենք կարողանում ենք հիմա բավականաչափ լավ ես հիմա հիվանդներ ունեմ, եթե մեծերին թողենք փոքրերին, ես հիվանդներ ունեմ քաղցկեղը այն ստադիայում ախտորոշված, որ չգիտես բուժես թե չէ, որովհետեւ կարող է քո բուժումը իրանց պարագայում ավելի վտանգավոր լինի, քան չբուժելը, որովհետև կարաս թողես չբուժես ու ինքը մինչև կյանքի վերջ այդ քաղցկեղի պրոգրեսը չունենա։ Ուղղակի դինամիկ հսկողություն ենք սա։ Ուղղակի դինամիկ հսկել, հա, էկոլոգիան վատացել է բան, բայց եկեք հաշվի առնենք, էկոլոգիան վատացել է, 3 այդքան բժշկությունը զարգացել է, 3 այդքան դեղորայքը շատացել է, ծանր քիմիոթերապիային եկել է փոխարինելու իմունոթերապիան, ադյուվանտ թերապիա, տարբեր տեսակներ, ճառագայթային թերապիա, հիմա Հայաստանում իմ սիրած Էրեբունի բժշկական կենտրոնը, չգիտեմ, իրանց առանձնացնում է ոչ այնտեղ աշխատում են ոչ բան, ունի ճառագայթային բուժման ժամանակակից կենտրոն, որտեղ առանց մարդկանց ինվալիդ սարքելու ճառագայթային թերապիա են անցնում։ Ինչքան էլ շատացել է, մենք նես չի շատ վատ ժամանակներում ենք ապրում, ընկալումն է փոխվել, բայց հավատացեք մարդկության պատմության լավագույն ժամանակաշրջանում ենք մենք։ Այո, եւ եթե խոսենք մանկական մահացության ցուցանիշների մասին, հիմա ֆանտաստիկ ավելի քիչ է, քան նախկինում էր մանկական մահացությունը։ Հիմա ֆանտաստիկ ավելի քիչ չի, հիմա գրեթե չես լսի, այսինքն մի հատ երեխայի մահը ինտերնետում հիմա դառնում է սենսացիա։ Հա, որովհետև այս ինչ ծննդատանը մահացավ, երեխա կորցրեցին, ցավոք սրտի, դառնում է սենսացիա, ժամանակին մինչև 25% մահացություն է եղել, այսինքն մարդը 4 երեխա է ունեցել, հա դու ապրում ես, դու չի ազիս, դու ստատիստիկորեն ված ես դրա համար։ Տիկին Քարոնց շարունակենք մեր գերհետաքրքիր զրույցը մանկաբուժության մասին, կստացի ինձ մանկաբուժությունը միջև երեխա ունենալու вообще հետաքրքիր չէր, նոր սկսել հետաքրքիր դառնալ, ու ես տենց անդադ պրոյեկտում եմ, այստեղ քանի որ մենք գիտահանրամատչելի հաղորդում ենք, ու սիրում եմ ես տալ այդ շատ պրիմիտիվ հարցեր, իրանք ինչքան է ես դրանց պատասխան լավ գիտեմ, բայց ես սիրում եմ մասնագետը հնչեցնի այդ պատասխանները։ Երեխան ջերմում է, մի քանի օր է։ Ես ներողություն եմ խնդրում իհարկե։ Մենք չուտող երեխայի վերաբերյալ ես չհասցրեցի ավարտել իմ միտքը։ Մենք հարցեր ունեցանք այստեղ։ Ես կցանկանամ շեշտել, որ երեխային համարենք չուտող երեխա, եթե նա ծնողը թվարկում է սննդամթերքները եւ եթե այդ ցուցակը չի գերազանցում 20 մթերքը։ Օրինակ, եթե ինքը թվարկի խնձոր, բանան, օրինակ գազար, բիբար եւ այսպես հաշվում ենք մենք, եթե 20 պրոդուկտը չի անցնում, այդ ժամանակ մենք արդեն գործ ունենք չուտող երեխայի հետ եւ այստեղ նաեւ անպայման պետք է մենք հաշվի առնենք երեխայի աճի ցուցանիշները։ Ամենակարևորը պերցենտիլային աղյուսակով գնահատում ենք, եթե երեխան համապատասխանում է իր տարիքի պերցենտիլներին եւ ուտում է 20 եւ ավելի պրոդուկտ, նա չի համարվում չուտող երեխա, անգամ եթե ուտում է շատ փոքր չափաբաժիններով։ Ուրեմն հետաքրքիր բան ասցիք, մեծ ավեշտալի բան ասեմ։ Աղջիկս գազար չի ուտում, գիտեք ինչի։
Ինչի։ Որտեվ ես իրան ասել եմ մի անգամ, որ գազար ուտում է նապաստակ ու երբ որ ես իրան գազար եմ տալ, ինքը ասում է նապաստակ։ Այսինքն իր անկալման մեջ մտած նապաստակի կեր ինձ ես տալ, հեյ պապ ջան, մենք այդքան վատ վիճակում ենք, որ ես խիղճ կենթաներ ձեռից կհացում, շատ հետաքրքիր իր մոտ ասոցիացիա է ստեղծում, որ եթե ասում եմ նապաստակն ինչ ուտում, ասում է գազար, այսինքն գազարը որ տալիս ինքը արդեն հրաժարվում է։ Դրա համար մյուս ուտելիքները ասում եմ մենակ մարդիկ են ուտում։ Երրորդ հարցը, որ ես կուզեմ տամ ասցի էլի պրիմիտիվի շարքերից, էլի որպես պապա եմ էլի ես հարցերը տալի։ Իմ անհաս աղջիկը 30 անհաս ժամանակ իհարկե 34 շաբաթականում ծնվեց, եկավ մեր տուն ու տունը մենք ունենք ընտանի կենդանի։ Ոչ թե ունենք, այլ ունենք, մեր ընտանիքի մասն է։ Շատ հին մանկաբույժներ ասում են, թե ոնց կարելի է այդ քիթիկա երեխուն շան հետ մեծացնել կամ արդեն ձուկ ունեմ տունը ձկան հետ մեծացնել ակվարիումի կամ ինչ որ ծնողներ կան կատվի հետ մեծացնել։ Այ մի հատ կուզեմ այս պահով ձեր կարծիքը լսեմ։ Ճիշտ է դրանից անկեղծ ասած ես ինքս ունեմ տանը ընտանի կենդանի։ Ինչ կենդանից է բոլորին հետաքրքիր է, չէ՞։ Ինչ կենդան։ Կատու, հա։ Եվ դա իհարկե իմ տղայի կատուն է, երբ բանակից ինքը եկավ եւ ես որպես ծնող ցանկանում էի իրան շատ մեծ նվեր անել, օրինակ մեքենա եւ մակնիշներ էի առաջարկում, ինչ մեքենա քեզ նվեր առնենք, ասես արժանապատիվ ծառայությունից հետ գալուց հետո ինքը ասեց կատու։ Եվ մենք առանք իրան կատու եւ ես շատ շնորհակալ եմ իրենից դրա համար, որովհետեւ ես այդ ժամանակ ծախսից այդ այո միանշանակ դա իր հերթին եւ երկրորդը ես կարողացա ավելի լավ հասկանալ ընտանի կենդանիների լեզուն, չնայած մինչ այդ նորից այդ ապացուցողական բժշկություն ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ հասկանում էի, որ այն երեխաները, ովքեր մեծանում են ընտանի կենդանիների հետ, իրենք լինում են ավելի առողջ, ավելի ոչ ալերգիկ, ավելի բարի, հասարակության համար ավելի լավ մարդիկ են մեծանում եւ ես ուսումնասիրեցի շատ գրականություն եւ հասկացա, որ բազմաթիվ միֆեր կան եւ ճիճվակրության եւ տարբեր ինֆեկցիաներ վարակվելու, հատկապես եթե ընտանի կենդանի է եւ տարվում է ճիշտ հոգս կենդանու նկատմամբ, այսինքն ժամանակին ստացել է իր պատվաստումները, մաքուր է պահվում այդ կենդանին, ոչ մի խնդիր չկա այդ առումով։ Ես միայն ու միայն կողմնակից եմ, որ երեխան մեծանա կենդանու հետ։ Այս շատ կարևոր էլի հարցեր, որովհետև էլի շատ էս հանդիպում, օրինակ ինձ կոմենտներ, որ ես երեխու ու շան նկարեմ, վայ, այդ միթիկա երեխաներ եկա, դե չունե եկա, չի, բայց այդ շան հետ հեսա տիզերը կանցնեն նախ շան տիզը երբեք մարդու մարմինին ընդհանրապես հետաքրքիր չի։ Շան ճիճուներն էլ չեն անցնում, ուղղակի երբ որ շները թավալվում են դրսում հողի մեջ, որտեղ օրինակ մարդիկ իրենց արտաթորանքները կարող են, ասենք, տարբեր տեղեր թողնել, եւ եթե նրա մազին կպնի այդ մարդու կղանքի ճիճվի ձուն, այդ ժամանակ կա վտանգ, բայց եթե շունը գալիս է տուն, ընդամենը մի հատ սրբում ենք, հետո թույլ ենք տալիս, նորմալ է եւ վերջ-վերջը մարդկանց 80%-ը ճիճվակիր են, հաշտ-համերաշ խապրում ենք ճիճուների հետ, եթե չունենք որևէ կլինիկա, չունենք ինչ որ բուռն անհանգստացնող խնդիրներ, նորմալ է որ մարդկանց մեծ մասը ունենան ճիճուներ։ Ես էդի բժշկության մեջ աշխատելով անվանում եմ գինեկոլոգ փաստի ստերիլության լեգենդ, երբ որ հիվանդը առանց ոչ մի գանգատ գալիս, ասում է ես այսքան բակտերիաներ ունեմ, ասում եմ հա օքեյ, ես էլ ինքը դեռ նայում ասում եմ բա ինչ անեք այս բակտերիաները, ասում եմ դե նայի դու ապրում ես չէ ծառերի մեջ, ասում եմ դե ինքն էլ ապրում է քո մեջ, ինքը էս բան քեզ վտանգ չի տալի, եթե ծառը քեզ վտանգում է, ասում ծառը կտրում ես, նույնիսկ տեղա պետք բացատրել, որ եթե դու ինչ որ ստաֆիլոկոկ ունես 10-3 աստիճան, որ քո օրգանիզմում պտտվում, ինքը քեզ ոչ մի բան չի անում, համակեցությունը, երբ 21-րդ դարի մարդը պետք է հասկանա, որ ինքը մոլորակի հետ համակեցության մեջ է սիմբիոզ։ Հիմա լավ արդեն գնանք մի քիչ արդեն բարդ հարցեր քննարկելու։ Երեխան ջերմում է, հազում է, քրտնարտադրություն ուժեղ ունի ու մոտակա ամբուլատորիայի մանկաբույժն ասում է դե բան լուրջ բան չեմ նշանակում, քեզ ամոքսիցիլին խմի անպայման, ամոքսիցիլին անպայման խմի, հա
հակավիրուսային էսի, մի հատ իմունիտետ բարձրացնող ինչ-որ դեղ, մի հատ մալինայով թեյ, մի հատ բան, ինչա պետք երեխային, երբ որ ինքը ունի հասարակ ORV ու ինչքան երեխան իրավունք ունի հիվանդանալու ORV, որ մաման չվազի բժշկի մոտ, ասի երեխես իմունիտետ չունի, որովհետև լավ։ Ուրեմն նախ պետք է մենք այստեղ իմանանք վտանգի նշանները, թե երբ դիմենք բժշկի եւ բժիշկը անպայման պետք է զննի երեխային, եթե հիվանդության 4-րդ օրը ախտանշանները չեն նվազում, այսինքն երեխան ջերմել է 3 օր եւ 4-րդ օրն է սպասում ենք, որ պետք է ջերմային պիկերը մի փոքր իջնեն, ինտերվալները մի փոքր մեծանան, բայց մենք ունենք հակառակ պատկերը, երեխան ավելի ինտենսիվ է սկսել ջերմելը, ավելի թույլ է եւ միացել են այլ ախտանշաններ, օրինակ հազ, ախորժակի կորուստ, քթից թարախային արտադրություն կամ ականջի ցավ, այդ դեպքում բժիշկը զննում է երեխային եւ եթե նա տեսել է օրինակ միջին ականջի բորբոքում կամ թոքաբորբի արդեն ախտանշաններ, թուլացած շնչառություն, խզոց եւ այլն, եթե տեսել է որևէ բարդություն առաջացած վիրուսի հետևանքով, այդ դեպքում հիմնավորված է անտիբիոտիկի նշանակումը, այդ նույն ամոքսացիլին կամ այլ անտիբիոտիկներ, բայց այստեղ մենք պետք է հիշենք, որ եթե չկա լուրջ հիմնավորում, այդ անտիբիոտիկը ավելի շատ վնաս է տալու երեխային, քան օգուտ, իսկ ինչ վերաբերում է հակավիրուսային պրեպարատներին, ցավոք սրտի չկա որևէ հակավիրուսային պրեպարատ, որը որ կարող է օգնել երեխային բացառությամբ A տեսակի գրիպի ժամանակ կա սպეციფიկ դեղորայք, որը նշանակվում է միայն ու միայն հիվանդանոցային պայմաններում եւ ծանր երեխաներին, այնպես որ դա զանգով կամ առաջնային օղակի բժշկի գործառույթի մեջ չի մտնում, այդ հակավիրուսային պրեպարատներ երեխաներին չենք տալիս։ Դե դուք հասկացաք հակավիրուսային ես ինչի նկատի ունեմ, այն որ կա իմունո այո, այդ մոդուլյատորներ, ինտերֆերոնների շարքի պրեպարատներ, դրանք ոչ մեկը ցավոք սրտի չունեն արդյունավետություն եւ անիմաստ է այդպիսի դեղեր տալը, իսկ ինչ վերաբերվում է իմուն համակարգ չունենալուն, որ ասում են իմ երեխան իմունիտետ չունի, այդ արտահայտությունը իրոք մանկաբույժները շատ են լսում, բայց դա շատ հազվադեպ երեխաների մոտ է լինում եւ եթե երեխան անգամ տարին 12 անգամ հիվանդանում է, դա դեռևս չի նշանակում, որ ինքը չունի իմունիտետ, որպեսզի դրվի իմունային անբավարարություն ախտորոշումը, պետք է մենք ունենանք օրինակ տարեկան 4 անգամ թարախային օտիտից ավել միջադեպեր, ունենանք 3 եւ ավելի թոքաբորբեր, ունենանք 6 եւ ավելի տոնզիլիտներ, բակտերիալ բնույթի տոնզիլիտներ, այսինքն ունենանք բազմաթիվ բարդություններով պայմանավորված հիվանդություններ, դրանից հետո կասկածենք, որ հնարավոր է լինի իմունային անբավարարություն, ուղարկենք գենետիկայի կենտրոն, գենետիկ մի շարք անալիզներով դա հաստատվի, նոր մենք դնենք այդ ախտորոշումը։ Այստեղ բարդացնենք ինչ գենետիկ անալիզներով։ Ես գենետիկայի կենտրոնից եմ, էլի։ Օրինակ իմունոգլոբուլին, EMA, հասկացա։ Մի քանի իմունոգլոբուլիններ ենք որոշում, եթե տեսնում ենք գոյություն ունեն դեֆեկտներ, նոր արդեն մտածում ենք իմունոդեֆիցիտների մասին։ Կամ օրինակ այդ ժամանակ կարաք մտածեք, որ օրինակ մորից մի ժառանգել երեխա։ Հնարավոր է, դա էլ պետք է ստուգել, այո։ Իդեպ մեր բոլոր հաղորդումների հովանավորը բժշկական գենետիկա եւ առողջության առաջնային պահպանման կենտրոն սահմանափակ պատասխանատու ու շատ լավ ընկերությունն է հանձինս իրենց գեղեցիկ ուրոլոգի։ Այդ ես եմ։ Չկա իմ նման։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։
Շարունակենք մեր հետաքրքիր զրույցը, ինչի համար է ինքդ բավականին ասում եմ ժամանակի որ նմանատիպ հարցազրույցներ էին այում անկեղծ որոշում ասում դե լավ էլի մանկաբույժն կա չի անկապ հարց են տալի դե parza որ պետք է թարախլի որ անտիբիոտիկ տան parza որ չուտող երեխեն բանա բայց հիմա որ դառնում ես ծնող ասում եմ այս հարցը սկսում են հետաքրքրել որտեվ ամեն անգամ քո երեխու պահով դու դառնում ես ոչ թե բժիշկ այլ քո իսկ դուք մանկաբույժ ունեն ձեր երեխեք այսպես հարցի մոտ ցակեց օրինակ ես Վարշավի միշտ հետաքրքիր է ու մոտամազերը կտրում իմացել եմ Իրանից լավ չի կտրում իսկ ձեր երեխեքը մանկաբույժն են դու կարող եք սառը դատեք մանկաբույժը ես եմ եղել եւ իմ երեխաներին ես մեծացրել եմ շատ կոփված առանց նասկիների մի շերտ հագուստով եւ իրենք հազվադեպ են հիվանդացել եւ եթե ինչ որ գանգատներով ինձ դիմում էին աղջիկս կվկայի ինչ ասում էի բոյ ես քաշում եւ մի օր ինձ ասենց խեղճ ասեց մամ դու ինստիտուտում այդ բոյի դասից բացի ուրիշ դաս չես անցել եւ հետո էլ ասեց այնքան ասեցիր որ այդքան էլ շատ բոյ չքաշեցի դե բայց ես եմ եղել իրենց մանկաբույժը եւ բավականին օբյեկտիվ եմ եղել վտանգի նշանները ժամանակին զգացել եմ Այստեղ օբյեկտիվությունը շատ կարևոր է, որովհետև բժիշկների մոտ մի հատ երկու ծայրահեղություն կա։ Երբ որ բժիշկը հիվանդանում է, ինքը սկսում է մտածել, որ վերջ, արդեն սա հաստատ, ես որ sense փռշտում եմ դա թոքաբոր բա, հերմին ենք փաստի, այստեղ նստած է բժիշկ նեֆրոլոգը, կամ հակառակը իրենք մտածում են դե լավ, այս ինչ պետք է լինի, բան չլինի, հա, ու տենց կուրիոզ դեպքերի չափազանց շատ հանդիպում ենք Check-up-ներից ուզում եմ խոսամ, մեծերի համար մենք ունենք check-up-ներ, գինեկոլոգիչի check-up-ներ, ուրոլոգիական, էնդոկրին check-up-ներ, երեխեքի համար check-up-ներ գոյություն ունեն։ Այո, իհարկե գոյություն ունեն եւ կարծում եմ ավելի շատ քան մեծահասակների մոտ, նախ առաջինը իրենց ամսական այցերն են բժշկի, ինչպես նաև սկրինինգային մի շարք հետազոտություններ ունենք, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ անգամներ հեմոգլոբինի անալիզ ենք հանձնել, դա 9 ամսեկանից մինչև 1 տարեկան ժամանակահատվածում բոլոր երեխաներին մենք ստուգում ենք հեմոգլոբինի ցուցանիշները, ինչպես նաև երեխան պետք է անցնի պարբերաբար ակնաբուժի, նյարդաբանի, քիթկոկորդի մի շարք նեղ մասնագետների սկրինինգային հետազոտություններ Նաև մենք երեխաներին գնահատում ենք քաշ, հասակ, ինչպես նաև զարգացում այրտոնի քարտերով եւ եթե զարգացման որևէ ցուցանիշ չի համապատասխանում իր տարիքին, մենք արդեն համապատասխան մասնագետի մոտ ենք ուղղորդում։ Դա կլինի զարգացման մանկաբույժ, հոգեբան, լոգոպեդ, թե օրթոպեդ, մի խոսքով արդեն կախված վիճակից, ինչպես նաև ծննդատանը որոշակի սկրինինգներ են անում, կատարվում է կոնքազդրային հոդի սկրինինգը, կատարվում է ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի այդ սկրինինգները, մի խոսքով բազմաթիվ նորածնային սկրինինգներն են, օրինակ ֆենիլկետոնուրիայի մասին sense հետաքրքիր կարելի է դեբիլություն բառը կիրառել, հա, դեբիլությունը լսել, որ ֆենիլկետոնուրիայի անալիզը իմ կյանքի ամենացավալի հիվանդներից մեկը, այս երևի ստեղ անուն եմ տալու, չհնչի, ուսանող էի, 4-րդ կուրս էի, մինչև հիմա այդ երեխուն հիշում եմ, Գոռեր անունը, ինքը մարտունուց էր։ Մաման ֆենիլկետոնուրիայի թեստ չէր թողի անեն, վախեցել էր արունը գողանում պահում են։ Չեմ կարող այդ պատմությունը դες ծանր եմ տանում շատ, որովհետև դա առաջի շոկն էր, որ ես ապրել եմ բժշկականում։ Մուրացանում ենք, այդ երեխան պարկած էր անգիտակից ոչ մի ռեակցիա չուներ աշխարհի նկատմամբ, կյաժ մազերով էլ երեխա էր։ Մաման չէր թողել ֆենիլկետոնուրիայի թեստը կրունկից անեին, ու ստացվել էր նենց, որ այդ երեխան չէր ստացել համապատասխան սնունդը, ասեն, որ ֆենիլկետոնուրիայի համար կա համապատասխան սնունդ, երբ որ հա երեխեքին սնունդ են հատկացնում, որտեղ ֆենիլալանին այդ ֆերմենտը, որ իրենք չեն կարող մարսել, գոյություն չունի, այդ երեխան այդ հատուկ սննդակարգը այն ժամանակ նույնիսկ ծրագրով շվեյցարական անվճար էին ստանում, մինչև 18 տարեկան այդ ապահովում էր այդ սննդով, այդ երեխեքը առողջ զվարթ իրենց կյանքով ապրում են, մաման չէր թողել, ու այդ երեխայի մոտ լուրջ բարդություններ էր զարգացել, անհասություն եւ այլն, այդ ֆենիլկետոնուրիայի դեպքը հա իրոք դից մեջս այն որ քիչ դեպքեր կա բժշկական որ տպավորվում մեջս ինչի՞ այդ երեխան աչքիս առաջ է գալիս դե ոնց կարա մի հատ sense սուտ միֆը որ ասում են հերիքա այդ միֆերից եք խոսում անդադ մի հատ միֆ մի հատ ծնող մի հատ երեխա մի հատ ճակատագիր ավելի լավ է 1000 անգամ խոսանք այդ մի ճակատագիրը չխեղվի արդեն իսկ ինքը
Օրինակա դրանից հետո նույնիսկ հիշում եմ ուսխորհրդի այն ժամանակվա մեր նախագահ Խաչատուրներ Մարգարյան մոտիկաց ասի եկեք ֆենիլկետոնուրիայի այն ժամանակ ոչ ոդկաստ կար, ոչ ինտերնետ կար, ասի եկեք ֆենիլկետոնուրիայի մասին բան կազմենք, էլի, տենց ծրագիր կազմենք, անդադ խոսանք դրան մասին, բան, որովհետև այդ երեխան շատ ծանր էր նստե վրես, էլի, այդ դեպքը, որ անդադ մամաներն իմանան, էլի, որ այդ թեստից չհրաժարվեն այդ կրունկի, հասկանում եք, չէ, կրունկից ընդհանրապես արյան կաթիլ են վերցնում, մաման մտածում է տանում ծախում են այդ արունը իր երեխուն, այդ երկրորդ դրական արունը թե ում ինչ պետք է անես, չգիտեմ։ Հա, չէ, ապուշ լեգենդներ կան, էլի, այդպես, հա։ Էվեր ասում են հայի սերմը տանում են Իսրայել, նա շատ լավ ռեպրոդուկտոլոգ ասաց բրիտանականը, ֆինլանդականը, նորվեգականը, թողած հայի սերմը պետք է տանեն Իսրայել, ասեք, էկուանեն, էլի, ասեք, թողած այդ բոյով կաշ կանաչ աշկերով տղեկին մեզ պետք է տանեն։ Շատ հետաքրքիր, այդ նույն միֆերի շարքից է, որ ինքը իսկ հիմա ֆենիլալան այդ սնունդը կա ընդհանրապես անվճար տալիս է։ Կարծում եմ ոչ, անկեղծ ասած հստակ ինֆորմացիա չեմ կարող տալ, բայց քանի որ դա արդեն սկրինինգային հետազոտություն է եւ պարտադիր է, հիմա կարծում եմ ոչ Մարտունիում, ոչ միտեղ մայրիկի կարծիքը չեն հարցնելու, էլ չեն հարցնում եւ վերցնում են եւ եթե ժամանակին հայտնաբերվում է, կարծում եմ կլինեն տենց սոցիալական աջակցող ծրագրեր։ Ինքը բավական թանկ սնունդ է, բայց հասանելի է, այնց չի։ Այնտեղ հարց կար, ես կուզեմ նույնիսկ հարցով կտրեմ մեր ոդկասթը։ Սենց հետաքրքիր հարց էքսպրոմտով մտքովս անցավ։ Տեսեք, հատկապես Հայաստանում, երբ որ երեխա ես ունենում ոչ ստանդարտ երիտասարդ տարիքում, առաջի այսպես ասած падգամը որ լսում ես, որ պետքա գենետիկ մուտացիաների հետ կապված տեստ անել, արյան տեստ, երբ որ արդեն հղի ես, շատ early վաղ սրոկում, այսպես ասած, ես։ Ու այդ տեստի հետ կապված կուզենայի եւ ֆիդբեք եւ կարծիք եւ հատկապես այսպիսի մի հատ sense առաջարկ եւ կոմենտ անեի։ Տեսեք, իմ ամուսինը Եվրոպայից է, այնտեղ ինքը հետաքրքրվել էր քաղաքացիների համար այդ տեստը պարտադիր included է եւ recommended է եւ ֆինանսական, այսպես ասած, մեծ ծախս չի ստեղծում։ Այստեղ դա բավականին լուրջ ծախս է հիմնականում այն մարդկանց համար, ովքեր որ ասենց ասեմ, մի 2-3 միջին աշխատավարձի չափից սկսվում է այդ տեստեր եւ արունը ուղարկվում է Ամերիկա եւ դա այդ ամեն ինչը նոր դու ունենուն ես հնարավորություն իմանալու։ Ընդ որում դա նախնական level-ն է։ Ինչքանով դա պետք է Հայաստանի նման երկիրը խրախուսի, որովհետև խոսվեց եւ վակցինաների հետ կապված այսօր եւ ընդհանրապես նրա, որ մենք խնդիր ունենք այս գրագիտությունը պահելու եւ հատկապես մեր ազգի տեսակի համար աջակցելու հղի կանանց, ովքեր որ ես այդ բառը հայերեն չգիտեմ ոնց կձևակերպեմ, ստարարադյաշի են, այսինքն 30 քանիս պատսորակ են, որ պարտադիր այդ տեստը պետքա ունենալ արյան, այսպիսի ձևակերպում, մերսի։ Մանկաբույժը արդեն առնչվում է պատրաստի ծնված բալիկի հետ, որ այդ բոլոր օղակները անցել այդ սաղ ծախսերը արած եկել է մեր մոտ արդեն։ Դարագայը ստարարադյաշի է։ Քանի տարեկանում եք ծննդաբերել։ 38, այդքան է ստարարադյաշի չեք, 38.5-ն է համարվում։ Ես Դիանայի հարցին պատասխանեմ, քանի որ Տիկին Քյարոնցը պատրաստի երեխաների բժիշկը, ասեմ 38 տարեկանում, երբ որ դուք ջահել ծննդաբերում եք, հա, ձեր մոտ բարձրանում է էքսպոնենցիա։ Իմիջիալուս դուք 38 տարեկանի տեսք բացարձակ չունեք, ասեմ այդ։ Կողը իր մասին չէր ասում, կողս աղջիկը 29-ը։ Հա, լավ, ես պատասխանեմ ձեր հարցին։ Դաունի համախտանիշի ռիսկը միշտ բարձրանում է այդ տարիքում։ Դաունի պատահոյի Էդվարդսի համախտանիշի։ Ձեր մոտ 10-11 շաբաթականում ինչքան հիշում եմ կատարվում է պապախեգեի թեստը, որպես սկրինինգ։ Դաունի եւ երբ որ գալիս է այդ պատասխանը որևէ խնդրահարույց համեմատած սոնոգրաֆիայի տվյալների սկրինինգային ընդհանուր թվի հետ, կատարվում է այսպես կոչված երկու ձև կա։ Կարելի է առաջին հերթին կատարել ամնիոցենտեզ, ուղարկել հետազոտության, որը ինվազիվ ռիսկային պրոբլեմ է, եւ կարելի է կատարել non-invasive prenatal testing, NIPT կոչվածը, որ բժշկական գենետիկայի կենտրոնը վաղուց կատարում է։
արժի 220,000 դրամ, դրա համար հիմա 180,000 դրամը, հիմա բժշկական գենետիկայի կենտրոնը ունի սեփական նիպտ սարքը, որը ավելի կմատչելի կսարքի իրան, մենք մեղավոր չենք, որ Հայաստանում մենք դա ուղարկում ենք դուրս, որովհետև հնարավորություն չունենք անելու։ Ու անցնենք մեր վերջի հարցերին, հա, որ ես ուզում եմ տամ ձեզ մանկաբուժական պրակտիկայում։ Երեխեն գլուխը քանի անգամ կարա խփի պոլին, պատալոքին ու ինչին ուշադրելն էլ զուտ, որպես երեխայի հայր եմ հարցնում, որտեվ իմ երեխեն մանիա ունի գլուխը ամենտեղ խփելու, կստացի չի լացում, սրտխառնոց չի ունենում, հելնում սկսում է վազել, մենակ մի հատ այսպես շիշկա կապուտ գույնի հայտնվում գլխին, ինքը սիրում է շիշկի, դա այսպես խաղա։ Ամեն ինչ կախված է իրավունքները կախված է երեխայի ակտիվությունից, եթե երեխան շատ ակտիվ է, իհարկե ավելի շատ իրավունք ունի հարվածելու գլուխը, ուղղակի այստեղ մենք պետք է հնարավորինս պահպանենք անվտանգության կանոնները, որ ոչ թե ինքը հարվածի օրինակ բարձր տեղից ցած ընկնելով, այլ վազելուց պատին կամ ասենք վազելուց ընկնի հենց գետնին, բայց եթե երեխան արդեն բարձր տեղից է ընկնում, դա ինչ որտեղ մեր բաց թողումն է, մեր մեղավորությունն է, եթե մենք թույլ ենք տվել ինքը բարձրանա օրինակ 1.5 մետրանոց սեղանին եւ հետո սեղանից ընկնի, բնականաբար դրա իրավունքը նա չունի, քանի որ դա էլի եմ ասում մեր բաց թողումն է։ Դատենք այդ երեխուն իրավունք չուներ դա անելու։ Այո։ Հա, օքեյ։ Իսկ եթե բարբերաբար հարվածում է, թեկուզ տենց փոքրիկ շիշկաներ եւ այլն առաջանում է, ինչ ենք անում մենք 48 ժամ հետևում ենք երեխայի վարքագծին, եթե երեխան չունի անզուս փսխումներ, չունի ուշաթափության էպիզոդներ, չունի չհիմնավորված ճչալով լաց, այսինքն ցավացող տեղ չունի, ուղակի գլխին տակ ջուր չենք լցնում, շատ չենք թռվռացնում, ակտիվ խաղերից մի փոքր զերծ ենք պահում եւ եթե 40 ժամվա ընթացքում ոչինչ չի կատարվել իր հետ արտասովոր, մտածում ենք, որ այս էպիզոդն էլ անցավ առանց որևէ բարդությունների, հանգիստ թողնում ենք, բայց եթե տեսնում ենք, որ շատ է հարվածում գլուխը, երեխային ուղակի մի անգամ խաղալիքի փոխարեն կասկա ենք առնում, Ես կասկայով գնամ տուն այսօր։ Տենց բաներ կան, աբադոկի նման թիթիզ ինչ-որ բաներ կան, որ կարող ենք հագցնել երեխային եւ գոնե մի փոքր ավելի ապահով կլինի ինքը։ Հա ինքը տունը սամակատ քշելն էլ չէ, լավ միտք չի լա։ Այստեղ մի հատ ուրիշ հարց ծնվեց։ Ուրեմն իմ վերջի հարցը, որ ես կուզեմ տամ, հետո անցնենք մեր ավանդականին, իմ բալիկը մուլտիկ չի նայում։ Ես չեմ ասում իմ, որովհետեւ էկրանից են կողմ նստած ծնողը նույնը պրոյեկտում է իրա վրա։ Իմ բալիկը մուլտիկներ չի նայում։ Մենք կնոջս հետ շատ ենք նայել Reels-եր, որտեղ մամաները ասում են, որ մուլտիկ նայել պետք չի երեխային, ու մի անգամ երբ որ մենք երկուսով էինք տունը, ոնց որ մեր հյուրերից մեկի ամուսինը միայնակ էր ու չէր դիմանում, ես մուլտիկ միացրեցի, նայեցի ChatGPT-ին ասեց անվտանգ մուլտիկ, այդ Միրան ու Գոշաներ, միացրեցի, մենք նայեցինք ու այդ գիշեր ինքը չէր կարող քնել։ Ամբողջ գիշեր արտանում ու լացում էր, արտանում ու լացում էր։ Մուլտիկներ ինչ չափով թե ընդհանրապես չի կարելի, մենք ընդհանրապես չենք տալի մինչև որ տարիքը։ Եթե դուք կարողանում եք երեխայի համար ապահովել հետաքրքիր ժամանց, իրեն տալ անհրաժեշտ ինֆորմացիա իր տարիքին համապատասխան։ Ասեմ ավելին, ինքը ուտելուց ունի իր սեփական պարային շոուն, որը ես ներկայացնում եմ, որ ինքը հաց ուտի։ Հրաշք։ Հուսամ ավելցուկ քաշ չեք զարգացնի երեխայի մոտ, որովհետև այդ շոուների այդքան հաջող շոու չի, հա։ Այդքան հաջող շոու չի։ Շատ լավ է։ Մի խոսքով, եթե երեխայի զարգացումը համապատասխան իր տարիքին ընթանում է ծնողները ապահովում իրեն օրինակ գրքի ընթերցանությամբ, տարատեսակ խաղալիքներով, խաղալով զարգացնող խաղերով եւ երեխան օրինակ կենթանիներին ճանաչում է գրքից, այլ ոչ թե էկրանից կամ մնացած շատ բաներ, այդ դեպքում իհարկե խրախուսվում է էկրաններից երեխային զերծ պահելը, բայց եթե ծնողները այնքան զբաղված են, որ ժամանակ չունեն իրենց երեխային որոշակի բաներ սովորեցնելու, կարող են երեխա Դե դա արդեն ստացվել է, հիմա երեխան ծնվել է, մարդիկ պիտի մի ձև մեծացնեն, պիտի օրեկան լինի խիստ չափավորված մաքսիմալը 20 րոպե եւ պետք է խիստ ֆիլտրել, ընտրել ամենաանվտանգ Հիմա ChatGPT-ին կհարցնեն, թե մանկաբուժին, թե հոգեբանին, բայց ծնողը պետք է ունենա լավ ֆիլտր եւ երեխային ուսուցողական ավելի տենց Չարոնց
Ես միշտ իմ հաղորդումների վերջում հարցնում եմ 3 գիրք, որ խորհուրդ կտաք, բայց 3 գիրք չեմ հարցնում։ Դուք նոր ասացիք մանկաբույժի հետ խորհրդակցենք։ 3 մուլտֆիլմ, որ դուք խորհուրդ կտաք, որ մամաները այդքան էլ վտանգավոր չի, որ երեխեքը նայեն։ Իհարկե ես ավելի շատ նախընտրում եմ հայկական, եթե երեխայի խոսքը դեռ լիարժեք զարգացած չէ, խորհուրդ է տրվում, որ երեխան չունի անհրաժեշտ բառապաշար, գոնե 1000 բառի լեզվով չի խոսում, ճիշտ է, մինչև 3 տարեկանը ցանկալի է, որ երեխան մի քանի լեզու լսի, սակայն դա պետք է արվի հերթականությամբ եւ ոչ թե ամբողջը մի անգամից։ Եվ հայկական մենք ունենք բավականին լավ ուսուցողական մուլտֆիլմեր, ինչպես նաև երգեր, որոնք անունները կասեք։ Մենք պատրաստ ենք անվճար մեր հաղորդման ընթացքում իրենց գովազդենք, անունները կասեք։ Օй, անունները Մեզ հաղորդումից առաջ կտակ մեր մոնտաժի թիմին խնդրեմ հաղորդումները կտեղադրենք Տիկին Քյարոն, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք 1 տարի հետո արդեն ստուդիայում կհանդիպենք ու արդեն մեր երևի 200 որի-րդ հաղորդման, այդքան կլինի 250-րդ հաղորդման տենց շրջանակներում միասին նորից կզրուցենք։ Շնորհակալություն այս էքսպերիմենտալ փորձի առաջի հյուրը լինելու համար։ Իմ համար էլ էր էքսպերիմենտալ, ես էլ էի լարված, չմտածեք լարված, չեք որ հարց եք տալի այդտեղ, ես լարվում եմ։ Ձեզ շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ձեզ խնդրեմ ինչ որ մեկը ուղեկցի դահլիճ 60 վայրկյան բրեյք ու շարունակենք մեր հաջորդ հյուրի հետ զրույցը։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելիներս, ձեր հետ առաջին live special medcast-ներ Loft-ից, մեր այսօրվա հյուրը մանկաբույժ Գոհար Քյարունցն էր, շնորհակալություն, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, իսկ ձեր ազատորը անցկացնել Loft-ում, որովհետև Loft-ում կանցկացնեք ձեր երիտասարդության լավագույն ժամերը, իսկ ստեղ վճարում եք մենակ ժամերի համար, առողջություն։